Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ մենք ուրախ ենք, որ այս հրաշալի օրը կարող ենք ձեզ հետ միասին դիմավորել առավոտը։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս շացիելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք որպեսզի միանալ մեզ եւ առավոտը սկսել մեզ հետ միասին։ Այո, թող լավ տրամադրությունը լինի եւ ասենք, որ այսօր միլիոնավոր հավատացյալ կաթոլիկներ տոնում են Սուրբ Ծնունդը Գրիգորյան տոմարով։ Կաթոլիկ, բողոքական եւ որոշ ուղղափառ եկեղեցիներ այսօրը ոչ աշխատանքային են համարում։ Վատիկանը կաթոլիկ եկեղեցու սիրտը այն գլխավոր վայրերից մեկն է, որտեղ անցկացնում են տոնական միջոցառումները։ Երկրորդ վայրը Բեթխեհեմն է, որտեղ լույս աշխարհ է եկել հենց Քրիստոսը։ Ըստ ավանդույթի տոնը դիմավորում են տանը ընտանիքի հետ միասին։ Այո, քանի որ այսօր արդեն դեկտեմբերի 25-ն է, օրը 5 շաբթի եւ շնորհավորում ենք կաթոլիկ աշխարհի մարդկանց այս հրաշալի տոնի առթիվ եւ իհարկե տոնելու համար եւս մեկ առիթ, իսկ տոնելու լավագույն ընկերը Այո, տոնելու լավագույն ընկերս միանշանակ Բրիզն է, Ռոզե Փրփրունգինին, որը տոնական տրամադրությունը հաղորդում է բոլորին միաժամանակ եւ փորձեք հենց գիշերը 12-ից զարկերը, երբ որ արդեն խփեն, այդ ընթացքում երազանք պահել ու բացել Բրիզը։ Եվ այս օրերին Իջևանի գինու գործարանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը գործելու է մինչև հունվարի 14-ը։ Այո, փորձեք տոնական տրամադրությունը, ինչպես ասում են, արդեն պատրաստ պահել եւ միաժամանակ փորձեք հասցնել բոլոր գործերը։ Ես գիտեմ, որ շատ ու շատ խոհանոցներում արդեն իսկ սկսվել են այդ թողու բող ամանորյա նախապատրաստությունները, այնպես որ յուրաքանչյուր հարցում կարող եք հույսները դնել նաեւ հենց մեզ վրա։ Մենք առավոտները դարձնում ենք հետաքրքիր, համեղ եւ միանշանակ նաեւ գեղեցիկ։ Այս ամենի հետ մեկտեղ առաջարկում ենք լավ տրամադրություն, բնականաբար ձեզանից վերցնելով նաեւ ձեր տրամադրությունը։ Դե միասին առաջ շարժվենք եւ հասկանանք, թե ինչ այսօր սպասում էր համի նախարարությունում։ Դե համի նախարարությունն էլ, ինչպես գիտենք, նախարար Ադրինեն ամեն անգամ ջանքեր չի խնայում, որպեսզի նախատոնական համեղությունները միշտ լինեն պատրաստ։ Շատ գեղեցիկ Ադրինեն, բարի լույս Ադրինեն։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս։ Այսօր եւս առաջարկել եմ տոնական մի աղցան, որի համար պետք է մեզ մի քանի բաղադրիչներ, սակայն ես դեռ չեմ պատրաստել դա, ընթացքի մեջ է, քիչ հետո երբ սկսենք խոհանոցային հատված ամբողջությամբ, ես բոլոր բաղադրիչները կներկայացնեմ մանրակրկտորեն եւ իհարկե կսկսենք պատրաստել աղցանը, բայց ասեմ, որ պատրաստելու ենք թունայով շատ համեղ աղցան, ինչու ոչ դա կարելի է նաեւ տոնական սեղաններին պատրաստել եւ հրամցնել հյուրերին, այնպես որ այսօր մնացեք մեզ հետ անպայման, որովհետեւ արդեն սկսվել են եւ շարունակում են մեր տոնական եթերները եւ ես էլ փորձում եմ տոնական մոտիվներով ինչ որ բաներ առաջարկել։ Այսօր եւս կլինի այդպիսի տարբերակ եւ կփորձենք վերջում շատ գեղեցիկ ձևավորել այդ աղցանը։ Այն կլինի շատ համեղ, շատ հագեցնող, շատ հետաքրքիր եւ նաեւ շատ գեղեցիկ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, հետո միասին կսկսենք աշխատել։ Խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կմիանանք խոհանոց։ Շնորհակալություն շատ Ադրինեին, իհարկե ընթացքին անպայման կհետևենք, նաև կմասնակցենք, բայց առողջ սնվելու հետ մեկտեղ կարևոր է նաև մարզվելը։ Եվ քանի որ տարվա վերջը ավարտում ենք էներգիայով լի, ֆիզիկապես առողջ եւ պատրաստված 2026 թվականին։ Իսկ այս հարցում մշտապես մեզ օգնում է մեր գործընկերը Ակվատեկը։ Ակվատեկը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Բարև ձեզ, ես Հովհաննեսն եմ, Ակվատեկի ֆիթնես մարզիչ, այսօր կմարզենք կրծքավանդակի մկանները։
Ահա, մոտիվացիայի մեր առավոտյան չափաբաժինը ստացանք եւ շարժվում ենք առաջ։ Այո, չմոռանանք ամենակարևորի մասին, որ Aquatec առաջարկում է նաև հետաքրքիր ամանորյա տրամադրություն 15% զեղչ եւ խաղարկություններ։ Իհարկե դեկտեմբերի 10-ից Aquatec-ում մեկնարկել է արդեն ամանորյա խաղարկությունը մեծ զեղչերով եւ նվերներով։ Ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով, ստացեք պարտադիր նվերներից մեկը՝ հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, միկրոալիքային վառարաններ, հարիչներ, մի խոսքով ամեն ինչ, այն ամենը, ինչը տոնական կդարձնի ձեր օրը։ Փաթեթներ ու նվերների հաճելի մեծ տեսականի։ Սա Aquatec-ի ամբողջ տոնական տրամադրությունն է ձեզ համար։ Այո, քանի որ Aquatec-ը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Aquatec հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Դե իհարկե մենք հասկացանք թե Aquatec-ում ինչ տրամադրություն է լինելու, այս պահին նաև փորձենք հասկանալ թե ինչ ենք նախապատրաստել, Սոնա դու արդեն անցել ես այդ process-ի միջով խոհանոցում մայրիկին օգնելու։ Խոհանոցում դեռ չէ, բայց երեք արդեն սկսել ենք Եղևնու զարդարանքը։ Արդեն։ Այո, ես կարծում եմ նույնիսկ ուշացրել ենք։ Դուք չեք զարդարել Եղևնին։ Այ, Սոնա։ Դա դու տեղյակ չես։ Մի խոսա։ Քան եք ուշացնում։ Այո, մենք երեք սկսել ենք եւ լույսերը, իդեպ լույսերը շատ երկարաժամկետ են, որովհետեւ շատ ժամանակ են պահանջում։ Այո, Լույսերը ամբողջությամբ այո տեղադրել ենք եւ խաղալիքների մի մասը այսպես գեղեցիկ զարդարել ենք, բայց դեռ աշխատանքներ ունենք անելու։ Շատ լավ, դե եթե աշխատանքներ ունենք անելու, եկեք հասկանանք թե ինչ աշխատանքներ ունենք անելու նաև խոհանոցային հատվածում, որովհետև տանը պատրաստությունները մեկ այլ բան է, իսկ այն ինչ առաջարկվում է մեր եթերում բնականաբար մեկ այլ։ Տեսնենք թե ինչ է նախապատրաստել մեզ համար Ադրինեն։ Ադրին է։ Շնորհակալություն սիրելիներս, բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սիրելիներս, ինչպես նշեցի, այսօր եւս պատրաստելու ենք տոնական մի աղցան, որը շատ գեղեցիկ ձևավորելու ենք եւ ինձ թվում է շատ տեղին կլինի այդպիսի համեղ եւ հագեցնող աղցանով եւ գեղեցիկ ձևավորմամբ ուրեմն հրամցնել մեր հյուրերին։ Սիրելիներս, ինչ է մեզ պետք այս աղցանը պատրաստելու համար։ Ունենք խաշած կարտոֆիլ, որը ես հենց հիմա կսկսեմ տրորել, այստեղ ավելացնելով աղ եւ սև պղպեղ, համեմել շատ համեղ համեմունքներով։ Հետո վրան ավելացնելու ենք թունա, ինչպես նշեցի, մեր այսպես ասած աղցանի հիմքը լինելու է թունա ձուկը պահածոյացված։ Սա ենք ավելացնելու, հետո ունենք քերիչով անցկացված թթու վարունգ, ունենք սամիտ, այստեղ ունենք տոստի հացի վրա ենք այս բոլորը տեղադրելու եւ վերջում մատուցելու եւ իհարկե օգտագործելու ենք մայոնեզ։ Ես հիմա սկսելու եմ իմ աշխատանքը, պետք է տրորեմ կարտոֆիլը եւ հետո ավելացնեմ բոլոր բաղադրիչները։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է իրականում, ոչ մի բարդություն չկա, այստեղ պետք է պարզապես նախապես անհրաժեշտ բաղադրիչները պատրաստել, հետո շատ արագ, սա պատրաստվում է շատ արագ։ Հետո միասին արդեն կշարունակենք։ Երևի թե խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո արդեն միասին շատ հանգիստ կփորձենք այս ամենը կարգավորել եւ դասավորել։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն շատ Ելի Ադրինե, այո շարունակում ենք մեր եթերը եւ ունենք հրաշալի հյուր եւ ունենալու ենք շատ հետաքրքիր հարցազրույց։ Այո, Զիփային բյուրական հանգստավայրը գտնվում է Արագածոտնի մարզի բյուրական համայնքի վարչական տարածքում էքստրեմալ туриզմի սիրահարների համար, այսինքն ինձ համար, այստեղ գործում է zip line, որի թռիչքով այցելուները ձորամիջով անցնում են Օրգով համայնք, ամանորի տոնական օրերին zip line-ում ընտանեկան հանգստի սրահները կարող են այցելել եւ իրենց հանգիստը վայելել, այստեղ գործում են լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ, ամբողջությամբ իմ տեղն ասում։ Այսօր մեր տաղավարում է հենց համալիրի մենեջեր Սամվել Ղազարյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն այցի համար։ Դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք, եկեք հասկանանք ինչ է այնտեղ սպասում նրանց, ովքեր կփորձեն կտրվել այս թողուբողից ու մի քիչ ավելի մոտ լինել բնությանը։ Հենց նման մարդկանց համար է նախատեսած մեր տարածքը, որովհետև կարելի է հենց կտրվել քաղաքի աղմուկից ու բնության կրկում վայելել թե ազատ, թե ակտիվ հանգիստը, որովհետև ունենք լողավազան, շոքեբաղնիքի հետ միասին, որտեղ կարելի է հանգստանալ, ունենք ակտիվ հանգստի համար նախատեսված zip line, ինչու՞ չէ նաև թենիսի կորտ, համեղ սնվելու համար ռեստորան, նաև կոտեջներ ունենք գիշերակացի համար, այսպես։ Այսինքն այս ամենը նաև լողավազան, բացօթյա լողավազան։ Այո։ Օ, իսկ այս օրերին այն գործում է, տաքացվում։ Չէ, այս բան չի գործում, միայն ամառվա սեզոնին համար։
Եվ ավելի կոնկրետ եւ մի քիչ ավելի մանրամասն հասկանանք, թե ամանորի օրերին ինչ եք պատրաստել հյուրերի համար եւ արդյոք դեռ տեղ կա, թե արդեն հնարավոր չէ։ Մենք որոշել ենք իրականում ամանորյա օրերին չաշխատենք։ Ամբողջ անձնակազմին հանգիստ, որպեսզի իրանք կարողանան ընտանիքի հետ անցկացնել ամանորյա օրերը։ Մինչև ամանորյա օրերը ունենք կորպորատիվ միջոցառումներ, որ դեռ շատ քիչ քանակությամբ օրեր են մնացել, որ ամբողջ թիմով կարող եք այցելել, վարձակալել ռեստորանի տարածքը ու ամբողջ օրով ձեր թիմով լինել մեր մոտ։ Սուրենի սիրած հարցը տամ, մենք հաճախ ենք խոսում ներքին туриզմի զարգացման մասին եւ նշում ենք, որ Հայաստանում հանգիստը շատ որակյալ է, շատ լավ է, մենք տանն ենք մենք զգում, բայց երբեմն մի փոքր թանկ է, ինձ հետաքրքիր է դուք ոնց կգնահատեք ընդհանուր եւ շուկայի այսօր գները եւ որակը եւ համաձայն եք արդյոք այն ստեղծված եւ պահանջարկ ունեցող գների հետ, թե ինչ-որ բան կփոխեիք։ Իմ կարծիքը անկեղծ կին որակ հարաբերակցությունը Հայաստանում շատ ճիշտ է դրված, որովհետև բոլորս գիտենք, որ ամենահայտնի տեղերից մեկը Հայաստանն է, որ տուրիստները գալիս են մեր մոտ հանգստանալու համար, շատ իրանք նկատում են հենց վերաբերմունքը մարդկանց, սպասարկումը եւ այդ ամեն ինչը բնականաբար արժեք ունի։ Իմ կարծիքով համապատասխանում արժեքին, այն ինչ տալիս ենք մենք մարդկանց եւ եթե ուզում ենք լավ ժամանակ անցկացնենք, չպետք է այդ փոքրիկ նյուանսների մասին մտածենք, ինչ է կարող է տարբերվել ուրիշ երկրների համեմատ, բնականաբար ուրիշ սպասարկում ստանալով։ Իմ կարծիքով արժեքները բարձր չեն Հայաստանում, ճիշտ է, մեկ-մեկ նոր տարվան իշքան մոտ այդքան ավելի թանկ, բայց դա էլ կարելի հասկանալ պահանջարկից ելնելով։ Zipline-ը այս օրերին, հա, բաց է։ Իհարկե։ Այսինքն թռիչքները ապահովում։ Մեր մոտ Zipline-ը ոչ մի սահմանափակում չունի, ոչ եղանակային, ոչ քաշային, ոչ տարիքային, կարող են օգտվել բացառապես բոլորը։ Մենք ունենք թվով 2 Zipline, իրենցից մեկը Երևանում է, մեզից ոչ հեռու, Դավթաշանի կամուրջտակով որ անցնում է։ Երկու տեղում էլ Zipline-ները կառուցված են միջազգային ստանդարտներին համապատասխան եւ կարող ենք վստահացնել, որ մենք չունենք ոչ մի սահմանափակում, այսինքն բացառապես բոլորը կարող են օգտվել, անգամ Երևանի մասնաճյուղում կարելի է երկոքով միասին զույգով թռիչք կատարել։ Վաու։ Եվ հետաքրքիր է, քանի որ ես էքստրեմի սիրահար չեմ եւ երբևէ չեմ փորձել, շատ ափսոս, փորձել ես։ Թռիչքները շատ Չէ, շատ չէ։ Իքայակա։ Որտեղ որ ապահով եմ զգացել ինձ։ Եվ հետաքրքիր է մարդիկ կարողանում են այդ ընթացքում վայելել բնությունը, հայաստանյան չքնաղ իրականությունը, թե վախը, էքստրեմը եւ այլն չեն թողնում եւ տեսեք, Zipline-ը հենց նախատեսված է բարձրությունից բնությունը վայելելու համար, որովհետեւ Zipline-ում չկա այդ մեծ ադրենալինի չափաբաժինը, որը չի թողում մեզ տեսնել ինչ որ բաներ, նայել կամ վայելել այդ ամեն ինչը։ Zipline-ը թույլ է տալիս ազատ հանգիստ ավելի շատ, ես իրեն այնպես եմ անվանում, որովհետև կարելի է բարձրությունից թռիչքի բարձրությունից նայել ներքև բնությանը առանց ինչ որ զգացողությունների սուր, որը խանգարի ձեր աչքերին ընկալել այդ ամեն ինչը։ Zipline-ից պետք է օգտվել շատ, պետք է օգտվել նույնիսկ երբ վախենում եք։ Անկամ երբ վախենում եք, որովհետև Zipline-ը այնտեղն է, որտեղ կարելի է հաղթահարել այդ վախերը։ Անձամբ ես ունեմ 18000 թռիչքից ավելի թռիչք Zipline-ից ու խորհուրդ եմ տալիս բոլորին, որպեսզի բոլորը օգտվեն բոլոր տեղից, որպեսզի նաև համատելու նյութեր լինեն եւ ինչու՞ չէ ուսումնասիրենք Հայաստանը եւ բոլոր Zipline-ները, ինչու՞ չէ բացի Zipline-ներից մնացած ամեն ինչ։ Բայց ի սկզբանե վախ եղել է, թե անվախ փորձել եք ու այդպես փորձել եք, թե հաղթահարել եք։ Վախ կա բոլորիս մոտ։ Այնքան ժամանակ, մինչև մենք իրեն ճիշտ չենք ընկալու։ Ես սիրում եմ այդ վախ ասվածը, որովհետև ինքը միակ զգացողություն է, որ տալիս է միայն դրական էմոցիաներ։ Իրանից կարելի է ուրախանալ, բարձրանում է ադրենալինը, անկախ մեզանից սկսում ենք ժպտալ, ուզում ենք թե չէ։ Դա ոնց որ արդեն ավտոմատ արինում անկախ ձեր ցանկությունից։ Դրա համար ես սիրում եմ վախենալը եւ ընթառաջ գնալով վախին հայտնվեցի Zipline-ում եւ արդեն 7 տարի է ինչ այստեղ եմ։ Սկզբում չես վախենում, չէ, վախենում ես, հետո հասկանում ես, որ էլ ճար չունես, արդեն օթում ես։ Հետ գնալու ճանապարհ չկա։ Շուտ առողջ որ կանգնես։ Քանի մետր է։ Բյուրականի Zipline-ը 2 թռիչքողի է, 250 եւ 230 մետրեր։ Բարձրությունը 130-ից 150 մետր։ Իսկ ավելի շատ մեր հայրենակիցներն են այցելում, թե տուրիստները, զբոսաշրջիկները։ Բյուրականում ավելի շատ
մեր քաղաքացիներն են։ Իսկապես, ես մտածում եմ ասեք Չէ, զբոսաշրջիկները։ քաղաքից փախնողներն են, ովքեր ինչ որ հանգիստ են ման գալիս ու հայտնվում են մեր մոտ։ Երևանում մի քիչ ավելի ուրիշ է, ավելի շատ օտար երկրացի քաղաքացիներ։ Իսկ հասկանանք հանգստի գոտում, հա, որն են առանձնահատկությունները, որոնք պիտի գրավեն առաջին հերթին հաճախորդներին, հյուրերին։ Սպասարկում առաջի հերթին եւ տեսեք, Հայաստանում մի քիչ դժվար է ուտեստներով զարմացնել մարդկանց, որովհետեւ ես անձամբ շատ եմ սիրում բոլոր տեղերում, որովհետեւ բոլորը ասում են, որ ամեն ինչ համեղ է։ Մի քիչ դժվար կլինի ուտեստներով զարմացնել, բայց փորձում ենք ամեն դեպքում, իսկ մեր դեպքում մենք փորձում ենք տարբերվել սպասարկումով, մարդկանց հետ շփումով, հյուրերի հետ անմիջական հարաբերում ունենալով։ Լինում են շրջաններ, երբ որ առաջարկում եք որոշակի փաթեթներ, զեղչային համակարգեր կամ չգիտեմ, առանձնահատուկ ինչ որ բաներ։ Նման փաթեթներ լինում են կորպորատիվ միջոցառումների ժամանակ հիմնականում, որովհետև հնարավոր մեր ամբողջ համալիրի տարածքը ամրագրել, մինչև 170 հոգի տեղավորվի մեր բացօթյա տարածքում, եւ այնտեղ կարելի անցկացնել թիմ բիլդինգներ, միջոցառումներ, ինչու՞ չէ նաև հարսանիքներ եւ նման միջոցառումներ։ Տեխնիկապես ամեն ինչ կա։ Հնարավոր է կազմակերպել ամեն ինչ։ Սա Հայաստանն է։ Այստեղ մենք տանն ենք։ Եվ իմ ամենասիրելի հարցերից ինչու պետք է գալ հենց բյուրական։ Ինչու այդ ուղղությունը ընտրել։ Ինչու գալ բյուրական, որովհետև բյուրականը իր աշխարհական դիրքով շատ է տարբերվում մյուս տեղերից։ Ճիշտ անձամբ ես չեմ տեսել, բայց շատ եմ լսել, որ տարիներ առաջ բյուրականը ավելի շատ ակտիվ տեղ է եղել, քան մնացած հատվածները, բայց բյուրականի չեն եղել ինչ-որ մեծ շինարարություններ, ռեստորաններ եւ այլն։ Հիմա մենք եւ մեր նման շատ ընկերություններ, ովքեր բյուրականում են գործունեություն ծավալում, փորձում ենք զարգացնել բյուրականը եւ մարդկանց ցույց տալ, որ այստեղ շատ բաներ կա տեսնելու, որովհետեւ բնությունը շատ ուրիշ է, գեղեցիկ ու տարբերվում։ Ահա, երբ որ որոշում են ընտանիքով այցելել, հա, ունենք երեխաների համար նախատեսված զոնաներ կամ սրահներ, այսինքն այս դեպքում ընտանիքը կարողանում է լիարժեք հանգիստ վայելել։ Առանձին հատվածներ խաղահրապարակներ որպես այդպեսին չունենք, բայց ունենք թենիսի կորտ, ունենք բադմինտոնի կորտ, մարզասարքերով հատվածներ, որ երեխաները ազատ են զգում, ընդհանուր տարածքը անվտանգ է, որ կարող են բնության կրկում զբաղվել, ծնողները առանձին ինչ-որ սնվել կամ հանգստանալ։ Իսկ փոքրերն են ավելի համարձակ թե մեծերը։ Փոքրերը։ Չլինելով էքստրեմիստ իրահար, ես ոնց շատ մեծ հավես հիմա ունեմ այդ ամեն ինչը փորձելու։ Այո, իհարկե։ Եկեք հասկանանք, որն է ամենապիկ շրջանը, հա, ամառային շրջանը թե ձմեռային շրջանը, որովհետև Հայաստանը ինքը այն բնաշխարհն ունի, որտեղ յուրաքանչյուր շրջան կարող ես հանգիստդ վայելել։ Ավելի շատ ամառային շրջանն է, ամառային արձակուրդներ, հանգիստներ, որ մեր ազգը որոշում է հանգստանալ եւ փորձում է ինչ-որ դուրս գնալ։ Ձմեռային շրջանը ավելի пассив է, եղանակ հետ կապված երևի ու ավելի քիչ բաներ կա, որ կարելի անել այդ հատվածում։ Հիմա փորձում ենք դա զարգացնել, որովհետեւ ձմեռ մարդիկ ուզում են ձյան հետ կապված դահուկներ եւ այլն։ Այս ամեն ինչը, որը դեռ չկա բյուրականում։ Շատ լավ։ Ես մաղթում եմ, որպեսզի այնտեղ միշտ լինի հոսքը հանգստացողների, որտեղ ընդունված ուղղությունները դրանք դիլիջան ու ծաղկաձոն են, բայց եկեք մի քիչ այսպես գնանք նաև բյուրական ու հասկանանք, որ այնտեղ էլ շատ հիանալի եւ հանգստի բոլոր պայմանները կան, զիպ լայնը եւ ադրենալինը նույնպես այնտեղ կա, այնպես որ կարելի հանգստանալ։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Կարմիր Չոր գինին, ամանորին ընթառաջ, հաստատ թիմով կբացեք եւ կնշեք այդ տոները գեղեցիկ եւ նաև փոքրիկ նվեր արևբացիկներ, որը հաստատ տոնական տրամադրություն կտա սա, այստեղ հայտնի երգերից են ֆրազերը, նոր տարի է նոր տարի, ձյունանուշիկ իմբարի, ես գիշեր մեր տունարի, տոնածառը զարդարի, թաթայի երգից է, սա նույնպես ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ եւ մաղթում ենք հաջողություններ ու շնորհավոր գալիք ամանոր եւ սուրբ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հիմա Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Դե ինչ սիրելիներ, շարունակում ենք մեր աշխատանքը եւս մեկ անգամ ներկայացեմ, թե ինչ ենք պատրաստում, այսօր պատրաստում ենք թունայով աղցան, որը շատ հետաքրքիր ձևով ենք իմի բերելու, մեզ պետք է տոստի հացեր, որ այս ամբողջությունը, այս համեղությունը տեղադրենք տոստի հացերի վրա, վերածենք տորտի եւ գեղեցիկ ձևավորենք ու մատուցենք, հետո բնականաբար շատ համեղ վայելենք։ Ինչ արեցի մինչ այս պահը, սիրելիներս, ունեինք խաշած կարտոֆիլ, որը վերածեցի
պյուրեի, այստեղ ավելացնելով մի փոքր բուսայուղ, աղ եւ սև պղպեղ, ահա արդեն պատրաստ է մեր կարտոֆիլը։ Հիմա ավելացնում ենք թունածուկը։ Եթե սիրելիներս խոշոր կտորներ է, բնականաբար պետք է այն փորձենք մանրացնել, ես հիմա պատարագ օգնությամբ այսպես կմանրացնեմ եւ կավելացնեմ կարտոֆիլի վրա։ Ահա այսպես։ Իրականում շատ քիչ բաղադրիչներ են պետք, բայց շատ համեղ է ստացվում։ Եվ ինչպես նշել եմ, շատ արագ է պատրաստվում, սիրելիներս։ Ահա ավելացնենք մեր թունածուկը։ Փորձենք ամբողջությամբ այն ավելացնել։ Նույնիսկ պահածոյի հյութը, այն յուղալի մասը, սիրելիներս, կարող եք չշտապել դեն նետելու համար, այն կարող եք պահել մի փոքր ավելացնելու համար այս համեղ աղցանին։ Եթե կզգաք որևէ չորություն, ապա ավելացրեք այդ յուղը, կամ եթե չեք ցանկանա այս աղցանը պատրաստել մայոնեզով, պարզապես ավելացրեք միայն այդ յուղը եւ հենց այդպես էլ վայելեք։ Ես այսօր նախընտրել եմ մայոնեզի տարբերակը, որովհետեւ այս տարբերակ, այսինքն տորտի տեսք ստանալու համար մեզ շատ անհրաժեշտ է մայոնեզ։ Ահա ավելացնում եմ նաև թթու վարունգը, այստեղ ունենք թթու վարունգ, մի փոքր աշխատենք հյութը չավելացնենք թթվի, այլ միայն կտորները, այսպես, և ավելացնենք սամիթը։ Սիրելի Ադրինե։ Ողջույն Սոնա։ Ողջույն։ Ես երեք էլ քեզ ասացի, որ թունա շատ եմ սիրում։ Այո, ես գիտեմ դրա մասին։ Այո։ Ես գիտեմ, որ դու ձկներեն սիրում ես, ծովամթերք Շատ եմ սիրում ես։ սիրում, չգիտեմ ինչու եմ շատ սիրում, Շատ բայց լավ շատ է։ եմ սիրում։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, որ ինչ որ բան գտնում եմ, որը Որ սիրում սիրում եմ, ես, այո, այո։ բայց երևի այն հազվադեպ պահերից է, երբ նույնիսկ կարող եմ մայրիկին խնդրել, որ վաղը լինի ձկան օր մեր տանը, կամ չգիտեմ, Օյակապ է։ շաբաթ ինձ մնա տենց մի քանի օր տենց ձկան օր կհայտարարենք տանը։ Եվ շատ լավ կանես, որովհետև բոլորս էլ գիտենք ամենաարդյունավետ եւ ամենաօգտակար մթերքը հենց ձկնատեսակն է, ձկնեղենն է, դա կարող է լինել տարբեր դրսևորումներ։ Նույն ծովամթերքը, նույն պարզապես սովորական մեր սիգը, իշխանը շատ համեղ են եւ այս տարբերակներն է պահածոացված, պետք չէ խուսափել մտածել, եթե պահածոացված է, ապա դա վատն է։ Ոչ, սիրելիներս, շատ էլի օգտակար նյութեր կան այս պահածոացված թունայի մեջ, որը ինչու ոչ մեր օրգանիզմին էլի անհրաժեշտ է։ Սոն ջան, իրականում հերոստատողին էլ նշենք, որ շատ քիչ բան է մեզ պետք համեղ ուտելիք ստանալու համար եւ այո, հեշտ պատրաստվող, շատ արագ, հեշտ պատրաստվող։ Հատկապես այս օրերին կարծում եմ դա ամենակարևորն է, որովհետեւ ոչ ոք ժամանակ չունի, գործերը վերջին էսպես փորձում են ամեն ինչ հասցնել մարդիկ, կուտակվել են, շատ են եւ կարծում եմ այդ զգացողությունը, որ ժամանակը չի հերիքում, բոլորը իրենց կյանքում այս օրերին ունեն։ Դե քանի որ ամեն ինչ պարզ է, կարող ենք ունենալ կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ բազմիցս խոսել ենք մեր գեղեցիկ զարդարված տաղավարի մասին ու նշել, որ այս ամենը Նատյուրմորտ Events-ն է ամբողջությամբ կազմակերպել մեր տաղավարում եւ այն, ինչ նրանք ստեղծում են, կոչվում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ-սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Այս ամբողջը կարող եք տեսնել Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի էջում, նաեւ պատրաստման ամբողջ ընթացքը։ Եվ այս ամենը իհարկե իրագործել է մի հրաշագործ աղջիկ։ Միլենա Ջանոյանն է, մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի լույս։ Լավ, շատ լավ ես խոսքերից հետո, էլ ավելի լավ, շնորհակալ եմ դուք։ Մենք շատ լավ ենք եւ լավ տրամադրություն ունենք ու տոնական ձեր շնորհիվ իհարկե։ Այո, մի փոքրիկ էլ եմ ուզում ավելացնել տոնական տրամադրությունը ձեր այս մանդարիներով այսպեսի փնջով լույսիկները չեն երևում, քանի որ այստեղ լուսավոր է շատ ձեր տաղավարը, բայց մթության մեջ կերևա։ շնորհակալ եմ շատ։ Լավ, մանդարին չէին կարող
բառը նոր տարվա համար։ Կանեք։ Փնջերի մասին իհարկե բազմիցս խոսում ենք եւ ահա կարող եք տեսնել թե ինչքան յուրօրինակ, ինչքան տարբերվող փնջեր կարող է Միլենան ստեղծել եւ եթե դուք էլ ուզում եք ձեր սիրելիների համար անակնկալ անեք, անպայման դիմեք իրեն եւ ամենակրեատիվներից, որ 3 եմ բարձել, չես հավատա երբեք որ փունջն է, կարող եմ ասել։ Իհարկե։ Սպունգներով փունջ է հավաքել Միլենան, շատ գունավոր, շատ կրեատիվ, որ ես մտածում եմ ինչպես կարող է կենցաղային իրը դառնալ մի ամբողջ փունջ եւ արվեստ։ Քանի որ իմ բրենդի հիմնական իմաստը տարբեր հետաքրքիր իրերից փնջեր ստանալն է, անունն էլ է հետեւաբար կապված դրա հետ, նատյուրմորտ, որովհետեւ ես սովորել եմ Գարվեստի պետական ակադեմիայում եւ այնտեղ մենք գունանկար, գծանկար դասեր ունենք, որտեղ նատյուրմորտ էինք պատրաստում տարբեր իրերից, համադրում էինք չորածաղիկ, չգիտեմ, մրգեր, շշեր, ամաններ եւ այդ միտքը ուզում եմ իմ փնջերի մեջ ոնց որ բերեմ, ոչ թե իմաստը ուտելիքից կամ ինչ որ իրից կոմպոզիցիա փունջ սարքելն է, այլ հետաքրքիր ինչ որ մի կրեատիվ նվեր ստանալը, լուծումը եւ մարդիկ շատ են դիմում հետաքրքիր իրենց առաջարկներով, օրինակ փունջի այդ սպունգերով փունջը հենց այդպեսի մի միտք էր, որտեղ ինչ որ մեկին էին նվիրում, որ սպունգեր է սիրում եւ այդպես ստացվեց այդ փունջը եւ այդպես տարբեր փնջեր գրքով, ամեն տեսակ, չգիտեմ, խնամքի պարագաներով, այդպես հետաքրքիր։ Պետք է iPhone-ների փունջ նվիրել։ Այո։ Լավ, եկեք հասկանանք թե ինչու այդ միտքը եկա, որ այն ինչ որ ստացակ ու կրթությունը, հա, Գեղարվեստի ինստիտուտում գնաք դեպի ծաղիկների ու նատյուրմորտների աշխարհ, որովհետև շատերը այդպես գնում են արդեն հենց այդ ուղղությամբ, կերպարվեստ եւ այլն, բայց դուք գնացիք չէ այս կողմ։ Ասեմ, իրականում սովորելու տարիներից արդեն կար իմ բրենդը, որպես այդպես հոբի, փորձ ինչ որ ինքնարտահայտման միջոց էր եւ մարդիկ այնքան հավանեցին իմ ձեռագիր, իմ ոչ, իմ ստեղծելու այդ ամեն ինչը, որ իրենք տարան իրենց ուղղությամբ եւ ամեն մեկը սկսեց իր առաջարկներով, չգիտեմ, հարցումներով, այդպես կամած դա դարձավ արդեն աշխատանք, բիզնես եւ հենց բրենդ եւ այդպես, այսինքն փնջերից սկսվեց, դարձավ մինչեւ մեծ կորպորատիվների ձևավորում, հարսանիքներ եւ այս տարի արդեն անգամ ֆասադներ, դրսի ինչ որ աշխատանքներ, որոնք որ ձևավորում ամանորյա, որոնք որ չէի մտածում որ կարող է դրան հասնի, բայց փաստորեն այդ ուժը ունեի մեջ, որը որ ստացվեց անել։ Քանի որ հիմա մեր էկրանին հարսանյաց զարդարանքների այսպես ընթացք ենք տեսնում եւ վայելում սիրելի հեռուստադիտողներ, սկսենք այստեղից։ Ինչպես է անցնում, որովհետև կարծում եմ հարսի համար, փեսայի համար, հյուրերի համար դա ամենակարևոր օրն է, որովհետև չգիտեմ, ամեն օր չես ամուսնանում եւ պետք է շատ օրիգինալ ամեն ինչ ստանալ։ Մի փոքրիկ հումոր պատմեմ, այս ամենի հետ կապված մի անգամ այդպես Արշավի խումբ էինք գնացել, ծանոթանում էինք մեկս մյուսի մասնագիտության հետ, միայն ղեկավարը գիտեր որ ինչ եմ աշխատում, այսինքն հարսանիքների ոլորտում եմ, հարսիկների հետ գործ ունեմ, մյուսներին ասում եմ կարող եք գուշակել ինչ ամենավտանգավոր, ամենահրավտանգ, ամենապայթյունավտանգ գործն է անում Միլենան, այնտեղ մտածում են հրշեջ, չգիտեմ, 9-1 ինչ եմ ասում, հարսիկների հետ աշխատում իրենց ամենակարևոր օրը, որովհետեւ իրենք իրոք ամենայն սիրով եւ հարգանքով, բայց երբեմն կարող է տրամադրության բերումով միած սխալ ինչ որ բան անես ու տրամադրությունը փչանա, ինչը որ յոմա շատ կարևոր է որ իսկապես ամեն ինչ իդեալական լինի, այնպես որ հաճիշտ է շատ, բայց պետք է, հա, ուզում եմ նշեի, հիշում եմ որ միտք ունեմ վերջացնելու, ուզում եմ դետալների մասին խոսել, որովհետեւ մեր շուկայում շատ են այն ձևավորումները, որոնք որ ավելի մասշտաբային են, դուք էլ գիտեք, ավելի sense մի ուրիշ ծավալի են, իմ մոտ շատ է դետալային ուշադրություն է, այնպես որ կարծում եմ այս հոլովակի մեջ էլ ցուցադրվում է, որ ամեն ինչին sense դետալ ուշադրություն է դարձում, դա այն է առանձնացնում ինձ։ Երբ ստանում եք պատվերը, հա, համագործակցության, ինչի վրա եք ամենաշատ ուշադրություն դարձնում այդ պահին, կոնկրետ մարդու կողմից տրվող պատվերից։ Նախասիրություններն եմ լսում անպայման, որպեսզի հասկանամ թե ինչի հետ գործ ունեմ, ընդհանուր պատկերը կազմելու համար, հետո իհարկե արդեն իմ առաջարկներով եմ հանդես գալիս, ուշադրություն դարձնում եմ մարդկային տեսակի վրա, որպեսզի հասկանամ որքանով կստացվի մեր համագործակցությունը, որովհետև դա շատ կարևոր է իմ պարագայում, քանի որ ես շատ մեծ թիմ չունեմ, ես ամեն ինչի մեջ ես եմ խառնված եւ մարդու հետ անմիջական շփումը ձեր կողմից է, որպեսզի ստացվի պրոյեկտը։ Իսկ լինում է այնպես, որ իրանք ինչ-որ բան առաջարկեն կամ այդ մտքով գան ձեր մոտ, դուք լրիվ ամբողջությամբ գլխի վայր շուռ տաք ու առաջարկեք ձերը եւ իրենք դա ընդունեն։ Շատ է պատահել, որովհետեւ ինչպես ասում են, այդ հումորն էլ ունեմ, իհարկե մի քիչ բանով եմ վերապահումով եմ անում, բայց ասում առաջին անգամ եք ամուսնանում, երևի այդքան տեղյակ չեք ես ամեն ինչից, եկեք ես 1000 անգամ այս ամեն ինչով անցել եմ, չնայած ինքս ամուսնացած չեմ, բայց ես
բոլորի հետ, ինչպես հիմա, այդպես ամեն անգամ անցնում եմ ու հա, իհարկե ուղղություն ցույց տալիս եմ ու շատ է պատահում, որ ընթացքում փոխվում է, ասում են ձեր փորձը ավելի ճիշտ էր։ Եվ քանի որ նշեցիր, որ դետալային աշխատանք ես կատարում եւ ավելի շատ ուշադրություն ես դարձնում դետալներին, այդ հայկական ռոկոկո ոճին հակադրվում ենք այստեղ եւ գիտեմ նաեւ, որ բնական ծաղիկներ ես շատ սիրում եւ շատ օգտագործում յուրաքանչյուր զարդարանքի մեջ։ Ճիշտ է Սոնա ջան, որովհետեւ ես արհեստականի մասով ընդհանրապես մինուս եմ չեմ աշխատում, փորձում եմ ընդհանրապես արհեստական չօգտագործել, մանավանդ երբ որ սեզոնային է լինում ամառը եւ այդ տաք եղանակներին ընդհանրապես չեմ տեսնում արհեստականի իմաստը, դա էլ է ոնց որ առանձնացնում ինձ շուկային, որ միշտ փորձում եմ բնականի, որովհետեւ իմ բրենդի հիմքում էլ է այդ բնականությունը դրված ու դա կարևորում եմ։ Իսկ հաճախորդ, ահա։ Հաճախորդները ամենաշատը ինչ են ուզում ձեզանից։ Սիրունություն, իրենց օրը սիրունացնելը, քանի որ շատ սֆերան շատ լայն է, միայն հարսանիքի մասը չի, հարսի փնջից, չգիտեմ, ծամբյուղներից, ամեն ինչից սկսած մինչև են մեծ ծավալները, ամեն ինչ ուզում են, կարևորը որ էսթետիկայով ապահովեմ եւ իրենց ուզածով վերջում ամբողջ կոնցեպտը միասնական ստանանք միասին։ Եվ քանի որ հիմա արդեն մոտենում ենք 2026 թվականին եւ ավելի ամանորի զարդարանքներն են մարդկանց մտքում եւ բոլորի ուշադրությունը հենց դրա կողմ է ուղղված, հետաքրքիր է նաեւ մեր տաղավարի զարդարված այսպես նրբաճաշակությունը ձեր ամբողջ աշխատանքի մասին խոսում է, ինձ հետաքրքիր է ամանորի զարդարանքների հետ կապված ինչ խորհուրդներ կտաք, ինչն է ակտուալ, ինչպես զարդարել եւ եթե կարիք կլինի որպեսզի ձեր օգնությանը դիմեն, ինչպես դիմեն։ Սկսեմ վերջից դիմելու մասով Instagram-յան էջին կարող են անպայման գրել, դիտել, այնտեղ աշխատանքներին ծանոթանալ, նոր ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ ձեռագրին ոճին ծանոթանալ, նոր դիմեն, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ գնա, հետո սպասելիքների եւ ստացման այդ ճիշտ ուղղությամբ գնա։ Միլանա չի սիրում, երբ զանգում են եւ շատ հարցեր են տալիս, եւ նայում են աշխատանքները, հետաքրքրվում են, զանգում են, արդեն ասում են, սա տեսել ենք, նման բան ենք ուզում կամ այսպիսի բան ենք ուզում։ Որովհետեւ իմ ոլորտը ինչ որ մենյու չի, որ դու կարող ունես ինչ որ եթե առաջին զանգում են գնի համար, բայց դա չես կարող այդպես օտում ու դա էլ միշտ հետաքրքիր տենց ասում են, բայց մինիմալ ինչ կայից է սկսում։ Ես ասում եմ անհնար է դա, որովհետև կարող 50 հոգանոց հարսանիք լինի, որը 200 հոգանոցի արժեք է կամ հակառակը, դա շատ ինդիվիդուալ է։ Իսկ ակտուալության մասով այս տարի կարող եմ ասել, որ ակտուալ չի այլևս բանտերը, որոնք որ անցած տարի շատ ակտուալ էին եւ հիմա տեսնում եմ շուկային, որ անցած տարվա հետևանքով ստեղ լավ ներկրել են, որպեսզի վաճառվեն, բայց կարծես թե այդքան չի բան լինում, ինչքան որ չնայած հետաքրքիր պահ կա, որ ինչ որ ամանորին ակտուալ է, սովորաբար ակտուալ էր դեռ հարսանիքների սեզոնին, օրինակ նույն բանտերը հարսանիքների սեզոնին էին ակտուալ ամեն ձևով ֆոտոզոնայում եւ այլն, հասավ մինչեւ ամանոր, իսկ այս տարի ակտուալ են հուլունքի նման մեծ sense XL size-ի մարգարիտների sense նման ինչ որ բաներ, որոնք էլի հարսանիքի ժամանակ ամռանը ակտուալ էին եւ հասան մինչեւ ամանոր, այդպես գույնը որպես այդպեսին կարմիրն է եւ կրակի երանգներ, որտեվ կրակային ձիու տարին է, բայց իմ ստեղծագործելու ընթացքի մեջ ես փորձում եմ շատ այդ տրենդերին չհետևեմ, փորձում եմ ուղղակի ոճային որևէ բան անեմ եւ առաջարկները այնպես մշակեմ, որ մարդիկ կարողանան էլի հետագայում օգտագործել, շատ հյուրանոցներ եւ նման ավելի կորպորատիվ պատվերներ եղել են, որոնք որ էլի օգտագործել են հաջորդ տարիներ, որտեվ ավելի հիմնված է իրանց կոնցեպտի վրա, ոչ թե այդ տարվա անցողիկ տրենդերի։ Մեր տաղավարի տոնածառները շատ գեղեցիկ են, շատ են դուր եկել, հատկապես ռետրո խաղալիքներ, որոնք ինձ իմ մանկությունն են հիշեցնում, եւ այս ծաղիկները, որը ես Սոնային ասացի, Stranger Things հայտնի սերիալը որ կա, այնտեղ մի կերպար կա, որի գլուխը նման է այս ծաղիկներին։ Այնպես շատ տրենդային է կարծում։ Համընկել է, ուշակել եմ տրենդները։ Ինչ տեսակի են ընտրում նոր տարվա, հա, խաղալիքները, որտեղ նայեք, ես ասացի, որ ինձ դուր են գալիս ռետրո, բայց դուք ասացիք, որ կան մարդիկ, ովքեր տրենդային են ուզում, այսինքն գունավոր, մեծ շարեր կամ զարդեր եւ այլն։ Ինչն է ամենաշատը, որ ձեզանից ուզում են ամանորին։ Ճիշտն ասած Երևանում, դե Հայաստանի Երևանի մասշտաբները բոլորիս ծանոթ է, այստեղ մի բան որ միտեղ տեսնում են, հետո ուզում են վայ այն մեկի նման լինի ու այդպես գնում ես հասկանում ես որ շուկայում ինչ որ բան մեկ էլ կսպառվի միանգամից էլի, ասենք ոսկեգույն ու կարմիր շարերը ու մնացածը մնում է։ Ես փորձում եմ միշտ հակառակ ուղղությամբ գնամ, փորձեմ առաջարկեմ այն սկզբից ավելի ալտերնատիվ ինչ որ մի բան, որ չկրկնվի, որտեղ ամենտեղ նույնը տեսնում ես, նույն կանաչը, կարմիրով ու նույն շարերը, նույն չափը, նույն ձևը, մի քիչ ես փորձում եմ ոնց որ շեղեմ, բայց էլի կախված է ինդիվիդուալ, եթե դա անձնական
տարածք անձնական բանա տոնածառա, իրենց խաղալիքները արդեն ունեն, ես այդպես շատ չեմ կարող էլի թելադրել, այնպես որ կախված արդեն իրադրությունից։ Եվ այս բազմաժանրության մեջ ինձ հետաքրքիր է կա ուղղություն, որը ամենաշատն է սիրում։ Օրինակ, եթե հարսանեկան է պատվեր, ասում ես ջան, եթե ինչ-որ կորպորատիվ է պատվեր, ասում ես օքեյ, կա տենց։ Փորձելով մի քիչ տրամաբանեն այդ հարցին պատասխանեմ, կորպորատիվի առումով, եթե խոսքը նվերների, տուփերի եւ այլնի մասին է, այդտեղ մի քիչ գործ է ստանում, որովհետեւ դու մի բան ես մշակում ու շատ մեծ քանակով պատրաստում ես, իսկ ինդիվիդուալի պարագայում դու անընդհատ այդ աշխատանքը նորից ու նորից անում ես փնջերի համար, ամեն զարդարանքի համար, այնպես որ երևի թե կորպորատիվը մի քիչ ավելի հեշտ է, բայց ես բոլորն եմ շատ սիրում, կարոտում եմ, օրինակ հիմա հարսանիքներին կարոտել եմ, այս ամանորի թոփ բոհից հետո հակառակն է լինում։ Ուզում ենք ձեզ նվիրել Սարգոն։ Մի հարց է, կա նվիրեք ամենահիշվող զարդարանքը, որ արել եք։ Կա ինչ-որ մեկը, որ ասենց կառաջնաց։ Ամենահիշվողը այս տարին պիտի նշեմ, մեր հայ հենց հիմա էկրանին այդ պահն է, մենք ընկերուհուս հետ այցենայի։ Իդեպ իմ թիմը ինտերնացիոնալ է, որովհետև եւ անգլալեզու օգնականներ ունեմ եւ ռուսալեզու եւ մենք այսպես որ գնում ենք խմբով, շատ հետաքրքիր է լինում։ Առաջին անգամ այս տարի սենց այս ամբարձիչի վրա ենք գործեր կատարել ու դա չէի սպասում որ կարող ենք, բայց ու հիմա մենք տեսնում ենք տղամարդիկ են դրսում դա անում, իսկ ծիծաղում ենք որ երկու աղջիկ անգամ անցորդները անցնում խաչակ ընկում են, ես չգիտեմ, երբ այդպես պատկեր չէին տեսա երկու աղջիկ վերև ինչ որ բաներ են անում, բայց դա դե էքստրեմներն են տալիս հետաքրքրություն այդ ամեն ինչում ու ձեզ նվիրենք Սարգոնը Սպիտակ Չորգինին ամանորին ընթառաջ ձեր թիմի հետ միասին իհարկե եւ ուզում եմ նվիրել բացիկներ, քանի որ մեծ ծաղկեփունջ եք բերել, ասեմ որ այնտեղ պակասում են բացիկները, արևոք բացիկները, որոնք տալիս են էմոցիաներ, այստեղ հայտնի երգերից ֆրազներ են, հա։ Ուզում եմ որպեսզի այս երգը սերուբարություն, մի քիչ հոգատարություն, շատ բան չենք ուզում, բոլորիս լինի 26 թվականին։ Իմ քույրիկի երկի բարերը շնորհակալ եմ շատ։ Այո, ձեզ շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ մաղթում ենք, որպեսզի այն հրաշքը, որը ստեղծում եք ձեր շուրջ, մշտապես ձեր կյանք վերադառնա եւ ձեր կյանքում լինի մեծ հրաշք։ Անսահման շնորհակալ եմ փոխադարձ խաղ եւ առողջ տարի բոլորին։ Շնորհակալություն դե։ Դու ասա։ Դե հիմա կլինի կարճատև դաթար մեր եթերում, բայց մինչ դաթարին անցնելը մենք կտեղափոխվենք խոհանոց, որտեղ խոհանոցում բույրերը անմահակալ են։ Դե նախարարը Համի Ադրինեն պատրաստ է կիսվել այս ամենով նաև ձեզ հետ։ Ադրինե։ Եվս մեկ անգամ բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողներ, մի փոքր դադար ունեցանք խոհանոցում, բայց հիմա ներկայացնեմ թե ինչ եմ արել մինչ այս պահը։ Հիշում եք պատրաստեցին կարտոֆիլով, թունայով, վարունգով, թթու վարունգով, սամիթով, մայոնեզով շատ համեղ աղցան, որը տրորեցի այսպես ամբողջությամբ տոստի հացերի վրա, շերտ առ շերտ, մեկ շերտը տոստի հացն է, աղցանը, հացը, աղցանը եւ վերջին շերտը թողել եմ, որպեսզի հենց միասին փորձենք իմի բերել, ահա այսպես դնում եմ այստեղ եւ իհարկե եւս մեկ շերտ աղցանից այսպես կտրորենք եւ միայն մեզ կմնա ընդամենը ձևավորել այս գեղեցիկ աղցանը։ Ձևավորման համար ընտրել եմ մի փոքր կտրատած մաղադանոս, լոլիկ ունենք եւ հացի պոչիկները եւս օգտագործելու ենք։ Սիրելիներս հիմա կլինի մի փոքր դադար, արդեն ավարտուն վիճակը կվայելենք, կտեսնեք թե ինչ ստացվեց։ Դուք մնում եք մեզ հետ առաջին ծրագրի հետ, հետո կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ունենք տեսահոլովակի ու երգի հեռուստա պրեմիերա եւ այսպես երգիչ Մավր Մկրտչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, հայկական ժողովրդական ուրախ երգերի շարք, որը միավորում է սիրված եւ ժամանակով փորձված ժողովրդական երգեր։ Դե հենց այդ առիթով էլ մեր տաղավարում է Մավր Մկրտչյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Արդեն շատ լավ։ Շատ լավ։ Ինձ թվում է այն օրվա, որ մեզ մոտ հյուրեք, շատ հեռու չեք գնացել։ Հետո պատտվել նորից։ Ես ճիշտ ասած մտածում էի, որ այսօր տեսնեք ինձ նորից ծեր տաղոսից բրծում չունեք ինքեզնից։ Չէ, լավ աշխատանքների համար միշտ էլ ուրախ ենք հյուրընկալել։ Խոսենք ինչպես որոշեցիք ժողովել այս բոլոր երգերը մեկտեղ, հա, եւ ներկայացնել արդեն տեսալվակ։ Նախ իմ ուղեցրում միշտ կարևոր է երգերի, որտեղ որ շատ քիչ պրոպագանդված երգեր են, դուրս բերում է միջավայր եւ շատ դեպքերում նաեւ նրանց նոր մոտեցումներ տալը եւ այս դեպքում քանի որ կար ծրագիր ինչ որ ավելի ակտիվ երգեր անելու, որովհետեւ որ երևի իմ հեռուստադիտողինց ավելի շատ մեկ քիչ ծանր բան երգերով է ինձ ծանոթ, որոշեցի ինչ որ նոր գույնային փոփոխություններ տալ եւ փնտրեցի երգեր, որը մեր ժողովրդական հին երգերն են, ակտիվ, բայց
քիչ երգվող, ու չնայած երգ կա, որ ավելի պոպուլյար է։ Եվ գտա մի քանի երգ, որ ինձ շատ հոգեհարազատ էին, որոշեցի այսպես շարք անել, ժողովրդական ուրախ երգերի շարք, Շարան Պոպուրի կամ այս տարբերակով ընդունված, որ Շարան կամ Պոպուրի ավելի շատ այսպես են ներկայացնում։ Ու կարծում եմ արժեր դա անել, որովհետև մենք մեր գանձարանում թեկուզ ուրախ երգեր ենքան, շատ բաներ ունենք, որ կարելի է շատ չգնալ նոր երգերի, որովհետև երբ արժեքավոր հինը միգուցե նաև դրանք դուրս բերման կարևոր փուլ են։ Եվ այսպես կայացավ այսպես հենց այս երգի միտքն ու իրագործումը ու ունենք այն ինչ ունենք։ Եվ կարծում եմ հրաշալի ժամանակ եք ընտրել ամանորին ընթառաջ ուրախացնել իսկական հայկական երգերով։ Հիմա առաջարկում եմ միասին վայելենք եւ մեր առավոտը ավելի երաժշտական եւ ավելի բարձր տրամադրությամբ դարձնենք, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Լուսնականորե, լալավուշի տալիս, յարիս երես կլորե, յարես խարով է, լաբարև չի տալիս, լուսնականորե, լալավուշի տալիս, յարես խարով է, լաբարև չի տալիս, լուսնականորե, լալավուշի տալիս, յարես խարով է, լաբայ բարև չի տալիս։ Մատանիքը լուսնականորե լալավուշի տալիս դարել ես դիքը յարես խարավ է լավայ բարև չի տալիս լուսնականորե լալավուշի տալիս յարես խարավ է լավարև չի տալիս լուսնականորե լալավուշի տալիս յարես խարավ է լավայ բարև չի տալիս Բատի վերենովկա, յարիսը սեքակա, գրխիս վերենտերկա, բատի վերենովկա, յարիսը սեքակա, գրխիս վերենտերկա, իգդիրու կալերը, իմ յարիսոլերը, իգդիրու կալերը, իմ յարի խալերը Պատիցել ամուկը, ես ու յարս կերան խաղցր ծմերուկը Պատիցել ամուկը, ես ու յարս կերան խաղցր ծմերուկը Իգդիրու կալերը, իմ յարի սոլերը Իգդիրու կալերը, իմ յարի խալերը
կքել ես այլոթի արջան հաստատ ընձիգը սիրե ժանլոթի արջան տնգլ մնկլ կքել ես այլոթի արջան հաստատ ընձիգը սիրե ժանլոթի արջան այլոթի արջան ժանլոթի արջան բոխախտ մարջան ժանլոթի արջան այլոթի արջան ժանլոթի արջան բոխախտ մարջան ժանլոթի արջան Sarere, Junen hakel zorere, sarere, Junen hakel zorere, Lusma canarela, la blushitalis, Yaras caravela, borev chitalis, Lusma canarela, la blushitalis, Yaras caravela, vai borev chitalis, Lusma canarela, la blushitalis, Yaras caravela, borev chitalis, Lusma canarela, la blushitalis, Yaras caravela, vai borev chitalis. Տոնական տրամադրությամբ եւ տոնական ռիթմերով շարունակում ենք շնորհավորելով ձեզ նոր երգև տեսահոլովակի արթիվ եւ շատ հետաքրքիր էին երգերի ընտրությունները եւ շատ հետաքրքիր ու հաճելի նոստալգիա եւ նաեւ այսպես նորովի ներկայացված ու մատուցված տրամադրություն փոխանցեցին։ Շնորհակալ եմ։ Ճիշտ ասած երգերի ընտրության մեջ դիմել եմ մի քանի ընկերներից, ովքեր ավելի տիրապետում էին թեմային ունեմ մի շատ լավ ընկեր ակունքից Աբելը իրան ասեցի իր ինքը մի քանի երգ առաջարկեց Անտրանիկը Մանուկյանն դեռ մի տուն կար խոսքերի հետ ինքը այդ տարբերակը առաջարկեց մի խոսքով Գարեգին Արաքելյանին եւ այսպես մի նաեւ ես ունեի նախընտրած բաները ոնց որ հավաքագրեցի ես մի քանի տարբերակները եւ ընտրեցի այս կոնկրետ 4 երգը Շարունակական կլինի նման աշխատանքը։ Կարծում եմ հա, որովհետև ուզում եմ հիմա մի փոքր նաև այս ուղղությամբ աշխատանք տանել, բանու ոչ մի բարդաթիր չի պարային, բայց մի քիչ ավելի ակտիվ աշխույժ երգերի շարք, այսպես ասեմ։ Դե երևի թե սրանով արդեն եզրափակվում է տարին, հա, մավոր։ Տարին հա, սրանով եզրափակվում է, արդեն եկող տարվա վրա լուրջ գործերի ակնկալիքով արդեն։ Եվ քանի որ նախորդ օրը մենք համերգից առաջ հանդիպեցինք, խոսեցինք համերգի մասին, կուզեմ պատմեք ոնց անցավ եւ նաեւ ամփոփենք 2025 թվականը հասկանալու համար 2026 թվական գնում եք բոլոր աշխատանքները գործերը ավարտած, թե կան բաներ, որ դեռ պետք է այս մի քանի օրվա ընթացքում հասցնեք անել։ Ամփոփեմ համերգը շատ հրաշալի անցավ, ինչպես եւ վերջի շրջանում նամանավանդ անցնում է մեր համերգները Հայաստանի Պետական Կամերային երգչախմբի հետ միասին։ Եվ սա ինձ անկեղծ ասած շատ է ուրախացնում, որովհետև սա մի տեղ է, մի մակարդակ է, երբ որ դա պետք է նորմալ լիներ, որ համերգները լեցուն լինեին, դահլիճները լեցուն լինեին, եւ ուրախություն մեզ վերջի շրջանում մեր կամերայինի համերգները հիմնականում լեցուն դահլիճներում են եւ սա երևի եզակի դրական տենդենսներից, մշակութային մասով տենդենսներից մեկն է։ Եվ ինչ վերաբերում է ինձ հետ կապված, ես արդեն ամփոփեցի իմ այս տարվա աշխատանքները 3 օրով, որտեղ 3 վերջին զարգ տվեցինք իմ առաջին այս տարվա մենահամերգի մոնտաժային աշխատանքներին եւ ամանորյա եթերում կլինի արդեն եւ նաեւ իմ YouTube-յան ալիքում կլինի մայիսի 11-ի մենահամերգից մասին էր խոսքը եւ իմ համար երևի այս տարվա կարեւորագույն արած անելիքներից դա էր, որ եղավ այս տարի, շատ համերգային թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս շրջագայություններ ունեցա, մի քանի նոր երգերի պրեմիերաներ ունեցա, ավելին ասեմ, արդեն ունեմ 2-ից 3 երգ, որ եկող տարվա մինչև գարնան, երևի արդեն կներկայացնեմ հանդիսատեսի դատին, այս մասով արդեն դա կգնի 26-ի աշխատանքների մեջ, այս փուլում արդեն կարելի ասել ես ամփոփեցի իմ տարին եւ շնորհակալ եմ, որ այս տարին ինձ շատ մեծ բաներ տվեց, այս տարվանից շատ շնորհակալ եմ, նախորդ ծնվեց աղջիկս,
անցած եթերին էլ ասացի, դա իմ համար ամենամեծ տվերն էր այս տարի։ Նաև գործնական, ընտանեկան բոլոր առումներով լավ հաջող տարի էր։ Շնորհակալ եմ դրա համար։ Ինչ մաղթենք 26-ին։ Առողջություն, խաղաղություն ու բարօրություն։ Ու զարգացում մեր երկրին հզորություն, որովհետև մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Եվ քանի որ արդեն ավարտել եք աշխատանքային տարին, հետաքրքիր է տանը կլինեք օգնողի դերում ամանորի այս նախատոնական պատրաստությունների մեջ։ Տանը կլինեմ, բայց Չեմ օգնի։ Տանը կլինեմ, բայց ուրիշ չդնեք իմ վրա։ բայց կարևոր պահին բնականաբար դուրս եմ գալու, որովհետև երեկոյան աշխատանք եմ միջոցառման տեսքով, բայց այն կարևոր ուտելու պահին տունը կլինեմ։ Բլինչիկները չեն մնա սեղանի։ Մավեր, մաղթում ենք ձեզ գալիք տարում հաջողություններ, նոր տեսալուակներ, նոր աշխատանքներ, բոլոր իրազանքների իրականացում, ամենակարևորը խաղաղություն ու առողջություն բոլորին։ Շնորհակալ եմ բոլորիս ընտանիքներին։ Սպիտակ չորը, Սարգոնը իհարկե ձեզ Իջևանի գինուգործարանի կողմից եւ եւս մեկ բացիկ մեկը արդեն ունեք, մյուսն են նվիրում, որպեսզի այստեղ արդեն ներառեք ձեր բարեմաղթանքը ձեր ընտանիքին ու նվիրեք ամանորի գիշերը։ Շնորհակալ եմ, սիրում եմ ձեր եթերը։ Բա Շնորհակալություն դե։ Ես տեղեկացնեմ հեռուստադիտողներին, որ հունվարի 1-ին եւ 2-ին կարծում եմ կլինի տոնական համերգ առաջին ծրագրում, այնպես որ առավոտը չենք թողնի որպեսզի ձանձրանաք կամ տխրեք եւ հայտնի ու սիրված երգիչները կլինեն մեր եթերում, տոնական դրամատրություն կփոխանցեն եւ կշնորհավորեն Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա մեր առավոտը։ Դե ինձ սիրելիներս, եկեք ամփոփենք օրվա բաղադրատոմսը։ Ես մինչ այս պահը համարյա փորձեցի ձևավորել մի փոքր, այսպես ասած, գործը առաջ տանել։ Ահա տեսեք ինչ է ստացվել։ Այս տորտ տարբերակի ուրեմն կողքերին ավելացրել ենք այն հացիկի եզրերը, որը ես կտրեցի, հիշում եք։ Ահա ես ավելացրել եմ որպես ձևավորում այս ամբողջական տորտի եզրերին։ Հիմա ավելացնենք եւ ինչպես տեսնում եք, այստեղ կիտրոն եմ ավելացրել, շարել եմ 3 կիտրոն։ Հիմա փորձենք մաղադանոսով էլ զարդարել, տեսնենք թե ինչ կստացվի, ահա։ Ձևավորման իհարկե ընտրությունը ամբողջովին ձերն է, ձեր մտահղացումը, ձեր մտքերը, ինչ որ ձեզ կթելադրեն հենց այդպես էլ արեք, ես պարզապես տալիս եմ հուշումներ, այսպես կարելի է ինչ որ տարբերակ անել։ Իմ իհարկե համացանցում շատ գեղեցիկ տարբերակներ կա, մենք այս մասին շատ ենք խոսել, որ հիմա շատ տրենդային են դարձել աղցաները հենց այսպես մատուցել, այնպես որ կարող եք հոլովակներ եւս դիտել եւ իհարկե ձեր սիրելի տարբերակը ընտրել եւ պատրաստել։ Ահա, լոլիկները եւս շարեցինք։ Կարծում եմ շատ տոնական է, ինչու ոչ, այսպես հուշում է նոր տարվա մասին, ամանորի մասին, ինձ թվում է շատ գեղեցիկ է։ Ահա, երևի թե բավականն է, կարող ենք ավելին այսպես չանել, ահա, այսքանը։ Վերջ, կարծես թե վերջ, ամեն բան շատ գեղեցիկ է։ Ահա, փորձեմ տեղ ազատել, որպեսզի ավելի տեսանելի լինի այս ամենը։ Խնդրեմ համեցեք սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր եկավ եւ ինքներդ էլ կպատրաստեք, իմիջիալոց չխուսափեք, մտածելով որ թունա, պահածոացված թունա, օրինակ տոնական սեղանին չի կարող լինել, հաստատ կարող է լինել։ Սիրելիներս պատրաստեք, վայելեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք, դեռ շատ գործ ունենք միասին անելու։ Այո, շնորհակալ ենք Ադրինեին, շատ նորաձև ու գեղեցիկ էր այն ամեն ինչ որ պատրաստված էր ու շատ համեղ։ Դե եթե խոսեցինք նորաձևությունից, Սոնա, ես կարծում եմ ճիշտ ժամանակն է նաև կարճատև տեղափոխվել նորաձևության աշխարհ, հասկանալ այնտեղ ինչ է կատարում, ինչ տրենդներ կան, ինչեր են առաջարկվում ամանորի համար, այնպես որ մեր նորաձևության edge-ը այս պահին հետո վերադառնանք ու արդեն ամփոփենք ծրագիրը։ Ողջույն բոլորին, ես Մանանան եմ, Դաֆնի բրենդի հիմնադիրը, շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Եվ քանի որ հաշված օրեր են մնացել ամանորին, մեզ բոլորիս հետաքրքիր է, թե ինչպիսի հագուստով կարելի է դիմավորել այն։
Այս ժամանակահատվածը հետաքրքիր է նրանով, որ հենց հիմա ակտուալ են դառնում այնպիսի գործվածքներ, որ մենք չենք կրում ամբողջ տարվա ընթացքում։ Ինչպիսին է օրինակ փուլերով գործվածքը։ Այն ամեն տարի դեկտեմբերին մենք տեսնում ենք գրեթե բոլոր մաս-մարքետներում եւ միշտ ունենք տարբերակներ ընտրելու։ Ինչ առանձնահատկություններ ունենք այս տարի, որ հատկապես խորհուրդ է տրվում եւ դիզայներների եւ ոճաբանների կողմից, դա մի փոքր կոնտրաստային համադրություններն են, այսինքն այսպես կոչված սպորտ շիկը, եթե մենք օրինակ ներքևի հատվածում ունենք փուլերով գործվածքից կիսաշրջազգեստ, կարող ենք այն համադրել որևէ sweatshirt-ով կամ հենց սվիտրով, ջեմպերով եւ ունենալ շատ հանգիստ, բայց միևնույն ժամանակ տոնական տեսք։ Իհարկե այն կարելի է համադրել նաեւ պիջակներով։ Այս տարի հիշում ենք, որ ունենք արտահայտված ուսերի եւ սեղմիրանի trend պիջակների համար։ Մյուս գործվածքների խումբը, որ կառանձնացնեմ, իհարկե դրանք մետաքսե, սատինե եւ ատլասե գործվածքներն են, որոնք ավելի ունիվերսալ են եւ ավելի շատ կարող ենք կրել տարվա ընթացքում։ Սատինե կիսաշրջազգեստները եւ միդի եւ մաքսի չափսերով շարունակում են ակտուալ մնալ, այստեղ նույնպես շատ հեշտ այն կարող ենք ոճավորել ավելի առօրյա հագուստի հետ եւ միևնույն ժամանակ հենց նույն գործվածքից ասիմետրիկ տոպերի, բլուզների հետ։ Այստեղ նույնպես կարող ենք օգտագործել պիջակներ։ Այս տարի ունենք այս գործվածքների հետ ժանյակի համադրություն, որը գրեթե ամենուր է մենք տեսնում ենք այսպիսի կիսաշրջազգեստներ, տոպեր, բլուզներ եւ իհարկե վերջին գործվածքը, որը նույնպես ամանորի անբաժան մասն է, դա թավիշն է, այս անգամ նույնպես այն ակտուալ է, բայց եթե մենք նախկինում ունենք ավելի շատ հենց սև թավիշի ակտիվացում, այս տարի նկատելի է կարմիր թավիշի օգտագործում, շատ գեղեցիկ ոսկեգույն, բրոնզի երանգի օգտագործում։ Կարող եք կրել եւ ամբողջական լուք եւ այն շատ լավ համադրվում է նախորդ նշած գործվածքների հետ, ատլասի, մետաքսի, սատինի եւ այստեղ Իմ կարծիքով ամենակարևոր բանաձևը, որ պետք է հիշենք, եթե մենք ունենք ակցենտավորում վերևի հատվածում, ապա ներքևում ընտրում ենք ավելի բազային տարբերակ եւ հակառակ։ Մաղթում եմ բոլորիս ամանորը դիմավորել լավագույն հագուստով եւ տրամադրությամբ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր խորհուրդների համար։ Ես վստահ եմ, որ այս օրերին այնքան խառնաշփոթ է լինում մարդկանց կյանքում եւ գլխում, որ բոլորին հետաքրքրում է ինչ հագնել այդ օրը եւ շատ երկար են մարդիկ պատրաստվում ամանորին ու շատ զգուշությամբ ընտրում են իրենց հագուստը, որովհետեւ խոսքը չէ, տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կշարունակվի։ Եվ հետաքրքիր է, որ մշտապես կանաչ եւ կարմիր գույները մնում են ամանորի այսպես թրենդային գույն եւ տոնական տրամադրություն փոխանցող գույն, այնպես չէ։ Քանի որ այս տարի կարմիրն է ավելի շատ, քանի որ կարմիր հրեձյու տարին է, հա, ես առաջարկում սեղանի լինի ռոզե փրփրունը, որը կարմիրի համադրություն կունենա իր գույնի մեջ եւ բնականաբար կտա տրամադրությունը։ Իսկ ռոզե փրփրուն գինին բրիզը առաջարկում է Իջևանի գինու գործարանը, հավելելով ձեր ամանորյա տրամադրությանը։ Իսկ ես հիշեցնեմ, որ իր տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Ի դեպ, այս տաղավարը գործելու է մինչև հունվարի 14-ը։ Դե քանի որ խոսեցինք նվերների մասին, ասեմ, որ Aquatec-ը նույնպես ունի հետաքրքիր նվերներ, 15% զեղչ բոլոր փաթեթների համար, իսկ դեկտեմբերի 10-ից սկսած այս զեղչերին միանում են նաև նվերները, հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, վարձահարդարիչներ, փոշեկուլներ, թեյնիկներ եւ փաթեթների բազմաթիվ տեսականի ու շատ այլ նվերներ։ Այս ամենը Aquatec-ում։ Գնացեք, մարզվեք եւ ամանորյա նվերները արդեն կլինեն ձերը։ Քանի որ այսօր հյուրընկալեցինք Միլենային եւ տեսակ թե ինչ հրաշագործ է նա եւ ինչքան դրական, ուրախ եւ այսպես ջերմություն ու սեր փոխանցող մարդ է նա նաեւ երևում է իր աշխատանքներում, որը այս տարվա մեր տոնական զարդարանքն է։ Եթե դուք էլ ցանկանում եք դիմել նրան, ապա տեղեկացնեմ, որ Նատյուրմորտ Events-ը ստեղծում է միմիայն արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում։ Հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Գտեք այս ամբողջ կրեատիվությունը եւ յուրօրինակ աշխատանքները ու ձևավորման ամբողջ ընթացքը Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի էջերում։ Հեռախոսը համար 055 408 890։ Չմոռանաք նաև էմոցիաներին ավելացնել բացիկները, այս արևոք բացիկները հենց ամանորյա նվերների ամենաճիշտ հավելումներն են։
Նշեմ, որ բացիկները վաճառվում են քաղաքի լավագույն սուպերմարկետում, ավելի լայն ներկայացված է Կայզերում եւ բնականաբար ծաղկաշատ ու քաղցր վայրերում։ Ամանորյա այս բացիկները թող դառնան ձեր նվերների էմոցիոնալ մասը։ Տոնական առիթների ձեր տեսքն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Ու չմոռանանք, որ եթե արագ գեղեցիկի տրամադրություն եք ուզում պարտադիր այս ամանորի գիշերը, ապա գնացեք Master Right Barber Shop, որն առաջարկում է հրաշալի սպասարկում բարբեր վարպետների կողմից եւ միանշանակ կդառնաք ձեր երազած ձմեռ պապը ձեր երազած դյունանուշի համար։ Եվ եթե ինձ նման դեռ չեք հասցրել ընտրել ամանորի զգեստը, ապա գնացեք Դաֆնի խանութսրա, որը Թումանյան 5 եւ Պուշկին 33 հասցեներում է, կարող եք ընտրել ձեր ամանորի լուքը կամ ձմեռային տաքուկ լուքեր։ Այնտեղ աղջիկները իդեպ ձեզ շատ կօգնեն։ Ու չմոռանաք, որ լավ տրամադրության համար կա ընդամենը մեկ կոճակ, որը ATV-ն է առաջին ծրագիրը եւ բնականաբար հենց առաջին տրամադրությունը մենք ենք տալիս ձեզ չմոռանանք եւ ամենավերջում ավելացնել, որ այս ամենը պատրաստված էր սիրով։